Մի կարևոր բան կա, որ քրիստոնյաները պիտի սովորեն ու սրա մասին մենք միշտ չի որ խոսել ենք։ Հալելույա։ Գիտեք, բոլոր մարդկանց կյանքում էլ կան ինչ-որ դժվարություններ, ինչ-որ պահեր, բայց մի յուրահատուկ բանի մասին եմ ուզում խոսել։ Գիտեք, որ բոլոր մարդիկ վախեր ունեն։ Երբեմն դրանք բացահայտ են, երևացող են, երբեմն չերևացող են, շատ թաքնված, ծածուկ մարդու սրտում, խորքում, բայց բոլոր մարդիկ վախեր ունեն։ Այսօր ուզում եմ ձեզ խոսել վախերի մասին։ Գիտեք, դրանք ինչքան վտանգավոր բան են մարդու կյանքում։ Ուզում եմ ամեն ինչից առաջ կարդալ ես մի խոսքը։ Նախ ասեմ, ինչ պայմաններում գրվեց այս խոսքը, ինչ պայմաններում ասվեց։ Հիշում եք, ինչպես ծնվեց Հովհաննես Մկրտիչը։ Իր հայրը Զաքարյան, որ քահանա էր տաճարում, տեսիլքով տեսավ հրեշտակի, որը ասաց պիտի երեխա ունենաս։ Ինքը երեխա չուներ, արդեն մեծ հասակում էին, ինքն էլ կինն էր։ Ինքը չհավատաց դրան, որ պիտի երեխա ունենա։ Ու քանի որ չհավատաց, հրեշտակը այդտեղ իրեն լրացրեց, ինքը դարձավ համր, չէր կարողանում խոսել։ Ու այդ ժամանակ ասաց, մինչև դրան կկատարվի, նոր կկարողանաս խոսել։ Իր համրությունը պահպանվեց, մեկ էլ իր բերանը բացվեց այն ժամանակ, երբ որ արդեն Հովհաննես Մկրտիչը ծնված էր, 8 օրական էր, նրան թլպատում էին, իսկ հրեական սովորության համաձայն թլպատության ժամանակ նրան անուն էին դնում։ Ու ուզում էին անունը Զաքարիա դնել իր հոր անունով, Զաքարիա կինը չթողեց, ասաց չէ, պիտի Հովհաննես լինի, որովհետև հրեշտակից ունեին այդ պատգամը, որ Հովհաննես պիտի կոչվի։ Ու այդ ժամանակ, երբ որ հորը հարցրեցին ինչ, ինքը մի տախտակ ուզեց ու վրան գրեց Հովհաննես։ Գիտեք ինչն է հետաքրքիր, հենց այդ պահին իր բերանը բացվեց։ Ու ինքը օրհնեց Աստծուն, ինքը մարգարեացավ այդ պահին, ու մարգարեության մեծ մասը, եթե կարդաք, դա գրված է Ղուկաս 1-ի գլխում, մարգարեության մեծ մասը վերաբերվում էր Հիսուսին։ Մի փոքրիկ, միայն մի կարճ խոսք ասեց Հովհաննեսի համար, ասեց դու էլ Տիրոջ առջևից պիտի գնաս նրա ճանապարհը հարթելով, այդ մանուկի համար էր ասում, նորածին, բայց մեծ մասը վերաբերվում էր Հիսուսին։ Մի այսպիսի խոսք է գրված. Հիսուսի գալու նպատակի համար։ Ես պիտի կարդամ 1-ի գլխի 74-րդ խոսքը, որպեսզի մեր թշնամիների ձեռքից ազատվելով առանց վախի նրան պաշտենք։ Սա Հիսուսի գալու նպատակն էր։ Հիսուսը եկավ երկրի վրա, որպեսզի մարդիկ իրենց վախերից ազատ Աստծուն պաշտեն։ Իհարկե, միանգամից ամեն ինչ չեմ կարող ասել, սա մի շատ ավելի ծավալուն թեմա է, բայց կաշխատեմ ինչքան հնարավոր է։ Գոնե այնքան, ինչքան որ հաստատ օգտակար կլինի ձեզ։ Տեսեք, ինչ բան է վախը։ Երբ որ մարդը գիտակցում է, որ ինչ որ վտանգ է սպառնում, ինքը ունենում է որոշակի ապրումներ։ Երբ որ մարդը գիտակցում է, որ իր կյանքին կամ ինչ որ իր սիրած մի բանի, ինչ որ մի վտանգ է սպառնում, ինքը որոշակի ապրումներ է ունենում, սա կոչվում է վախ։ Կա անհանգստություն, որը ինչ որ մի չափ ունի, ավելացած, շատացած անհանգստությունը արդեն վախն է։ Դրա համար կարելի է ունենալ անհանգստություն, կարելի է ունենալ վախ, բայց վախ ունենալը դեռ ահավոր չի, դեռ սարսափելի չի, երբ որ մարդը զգում է այդ ապրումը արդեն ունենում է իր մեջ։ Ավելի ահավոր է, երբ որ մարդը հնազանդվում է այդ վախին։ Հայտնության 21-րդ գլխում գրված է Նոր Երուսաղեմի, նոր երկնքի, նոր երկրի մասին։ Եվ գրված է, որ այնտեղից դուրս պիտի մնան։ Առաջի խոսքը գիտեք ինչ է գրված, ովքեր դուրս պիտի մնան, վախկոտները։ Վախկոտ լինել չի նշանակում վախի ապրում չունենալ։ Վախկոտ լինել նշանակում է հնազանդվել այդ ապրումին։ Երբ որ քո վախի զգացումը քեզ կասի փախի այստեղից ու դու կփախնես, սա հնազանդվել է նշանակում։ Չնայած այստեղ կա, որտեղից իսկապես պետք է փախնել։ Վախեր ունեն բոլորը։ Ուղղակի հաճախ այդ վախերը արտահայտվելու համար պայմաններ չկան։ Մի բան էլ ասեմ, ես չեմ խոսելու հանկարծակի գալու մասին։ Ուզում եմ այս երկու վախերի մեջ տարբերություն դնենք։ Գիտեք, հիմա մեկը գա իմ ետևից թաքուն մոտենա ու գոռա, ես կարող եմ վեր թռնեմ։ Այս վախի մասին չեմ ասում։ Հանկարծ մի բան ընկնի, ջարդվի, ու կողքը մարդը անսպասելի լինի, անսպասելիությունից կարող է վեր թռնի։ Սա էլ է վախ, բայց այդ վախի մասին չեմ ասում։ Այդ պահին չգիտակցված ռեակցիա է տեղի ունենում մարդու մոտ, որովհետև ինքը պատրաստ չէր, ինքը չէր սպասում տվյալ գործողության, օրինակ գոռալուն, որ մեկը բուհ կանի անկյունից։ Սրան չէր սպասում, դրա համար իր մոտ տեղի է ունենում չգիտակցված ռեակցիա։ Այդտեղ տեղի ունենում ուժեղ ադրենալինի լցնելը արյան մեջ եւ այլն, որը մարմնի բնական պաշտպանական ռեակցիան է, ու սա վտանգավոր չի։ Այ վտանգավոր է այն վախը, որը երկար է պահպանվում, որը արդեն գիտակցորեն է։ Բայց գիտակցված վախը առաջացնում է ճնշում մարդու կյանքում, առաջացնում է որոշակի ազդեցություն իր կյանքում։ Այսա արդեն վտանգավոր է, այսօր դրա մասին եմ խոսելու։ Անկասանք չխառնեք իրար հետ։ Հաճախ վախը կարող աճի այն աստիճանի, որ մարդուն հասցնի խառնվածության, լեզվով ասում են պանիկայի։ Այս ժամանակ մարդու միտքը նորմալ չի գործում, ինքը չի հասկանում ինչ է կատարում, ու հնարավոր է, որ այնպիսի բաներ անի, որ ասեք, այս մարդուն ճանաչում եք, ինքը այսպիսին չի։ Պատկերացնեք ինչ ահավոր բան է վախը։ Ես մտածում էի խոսել, պատմել ձեզ վախի տեսակների մասին, հետո դրանք սկսեցի կրճատել, հիմա արդեն մտածում եմ, որ մենակ մի տեսակի մասին կարելի է խոսել։ Կորցնելու վախն է, որը ամենաշատն է պատահում մարդկանց մեջ։ Կորցնելու վախը։ Մարդիկ վախենում են, որ կկորցնեն իրենց հարազատին։
իրենց սիրածին, իրենց սիրած երեխային, վախենում են, որ փող կկորցնեն, վախենում են, որ ինչ-որ ունեցված կկորցնեն, որ տուն կկորցնեն։ Մարդիկ վախենում են, որ այս մարմինը կկորցնեն։ Անդադ մարդիկ ինչ-որ բան կորցնելու վախ են ունենում։ Ու սա ամենաշատն է պատահում մեր կյանքում։ Մարդիկ վախենում են, որ իրենց պատիվը կկորցնեն։ Այս շարքը չի վերջանում։ Շատերը վախենում են, որ իրենց պաշտոնը կկորցնեն, երբ որ պաշտոնի են դրված։ Մարդիկ ինչ-որ ունեն, վախենում են, որ դրանք կկորցնեն։ Ու վախերի մեծ մասը ամփոփված է այս մի տեսակի մեջ՝ կորցնելու վախ։ Գիտեք, Հիսուսը երբ որ խոսում էր իր աշակերտներին սովորեցնում էր, Ղուկաս 12-րդ գլխում գրված. ասեց մի վախեցեք նրանից, ով որ մարմինը կսպանի, ու դրանից ավելին անել չի կարող։ Երբ որ Հիսուսը ասում էր մարմնի սպանվելու մասին, սա նշանակում էր, որ մի վախեցեք այն ամեն բաները կորցնելու, ինչը որ կապված է այս մարմնի հետ։ Այսինքն, երբ որ դու կկորցնես ինչ-որ մի շոր, որ այս մարմինը հագնում է, ուտելիք, որ այս մարմինը պիտի ուտի, այս մարմնի հետ կապված, այս աշխարհի հետ կապված, ոչ մի բան կորցնելուց մի վախեցեք, որովհետև դրանից ավելին կա հոգի։ Դրանից հետո խոսեց, ասես վախեցեք նրանից, ով որ մարմնի կորցնելուց հետո իշխանությունի հոգին դժոխք է գցելու։ Կարդացել եք այդ խոսքերը, գրված է 4-ից 7 խոսքերում։ Հոբ անունով մի մարդ կար հին կտակարանում։ Իր կյանքը երևի շատերդ եք կարդացել։ Հոբը շատ ծանր նեղություն տարավ, կարճ ասեմ, ինչպես եղավ։ Մի օրվա մեջ փլվեց մի տուն, որտեղ իր 10 երեխաներն էին ու 10 երեխաներն էլ մահացան։ Նույն օրը ինքը կորցրեց բոլոր ունեցվածքը, ինքը հոտեր ուներ, նախիրներ ուներ, ինչ որ ուներ, բոլորը կորցրեց մի օրվա մեջ։ Թշնամիները հարձակվում էին, ծառաներին կոտորում, ունեցվածքը տանում էին։ Ու ամեն անգամ մեկը գալիս էր, հազիվ մեկն էր բրծնում այդ կոտորածից։ Գալիս ասում էր, գիտես, այսպեսի բան եղավ։ Հոբը լսեց, վերջում հանդերձները պատռեց, ասես Տերը տվել էր, Տերն տարավ, ու գրվածը չմեղանչեց Աստծո առջև։ Թե դա եղավ հաջորդ օրը, թե մի քանի օր հետո գրված չի, բայց հաջորդ դեպքը, որ իր կյանքում եղավ, իր մարմնի առողջությունը կորցրեց։ Ահա որ մի հիվանդությունով հիվանդացավ։ Ու իր վիշտը այնքան խորն էր, կորցնել երեխաներին ունեցվածքը, դա առաջին տեղում դա երեխաներն էին կարծում են, բոլորիս մոտ էլ առաջի ամենաթանկարժեք բանը, հետո կորցնել ամբողջ ունեցվածքը, վերջիվերջո կորցնել առողջությունը, որը մարդիկ այսօր ամենաշատն են գնահատում։ Լսեք այսօր մարդիկ, երբ որ բաժակաճառ են ասում, ինչ կենացներ են ասում։ Ասում են առողջություն լինի, մնացած բաները դժվար չեն։ Իսկապես առողջությունը շատ գնահատելի բան է։ Եթե այս մարմինը պիտի ապրի երկրի, մարդիկ առողջություն են ուզում մարմնի համար, բայց ինքը առողջությունն էլ կորցրեց։ Ու գրված այդ վշտի մեջ ինքը լուռ էր, ոչինչ չէր կարողանում խոսել։ Անցավ մի կարճ ժամանակ, մեկ էլ Հոբը սկսեց խոսել։ Ու խոսելու ժամանակ դա արդեն Հոբի գրքի 3-րդ գլխի 25-րդ խոսքում։ Գրված ասում է, ինչից վախենում էի, դա ինձ պատահեց։ Հանդիպել եք այսպիսի խոսքերի, ասում է, ինչից վախենում էի, դա ինձ պատահեց։ Գիտեք ինչի Աստված թույլ տվեց դա իր կյանքում։ Ուզում էր Հոբին վախից ազատել։ Պատճառը այն չէր, որ Հոբի վիշտը Աստծուն դուր էր գալիս, բոլորովին հակառակը։ Աստծուն դուր չէր գալիս, որ Հոբը վախենալու օբյեկտ ունի։ Ինչ որ բաներ ունի, որոնց համար վախենում է։ Հոբը կարելի էր ասել մի երկու օրվա մեջ կորցրեց ամեն ինչ որ ուներ այս աշխարհում։ Կորցնել 10 երեխա, ամբողջ ունեցվածքը, առողջությունը, դեռ ինչ էր մնում իրեն։ Ինքը կորցրեց պրակտիկորեն ամեն ինչ որ ուներ այս աշխարհում։ Ու կարծես թե վերացավ այն ինչի համար ինքը պիտի վախենար, ասաց ինչից վախենում էի ինձ հանդիպեց։ Իհարկե սա կորցնելու վախն է, որ շատ շատերի մոտ է գործում։ Այ հիմա երբ որ ես խոսում եմ, գուցե դու նայես քո կյանքին, այսպես նայես, մտածես, դες բան չունեմ վախենալու։ Բայց ուզում ես ինքդ քեզ ստուգել։ Ինչ ունես դու այսօր աշխարհում, կյանքում։ Մի հատ ինքդ քո առջև հարց դիր։ Ինչքան եմ Աստծո հետ հաշտ, համաձայն, որ կորցնեմ այն ինչը որ դու ունես կյանքում։ Ու դու ինքդ կտեսնես, վախեր ունենաս թե չէ։ Վախեր ունես թե չէ։ Պոտենցիալ վախեր, որ վաղը անպայման կարա դառնա գործնական։ Գիտես ինչու, օրինակ եթե մեկը վախենում է, որ իր տունը կկորցնի, չէ՞։ Եթե հանկարծ մի օր վտանգ սպառնա այդ տանը, ինքը կընկնի վախի մեջ։ Հասկանում եք ինչի մասն եմ ասում։ Այսպիսի բաներ կան, որ կարծես ծածկված են։ Այսօր նայում ես, ասում ես ոչ մի բանից էլ չեմ վախենում։ Գիտես ինչու, որովհետև չունես այդ դժվարությունը, որովհետև դեռ վտանգ չի սպառնում ոչ մեկին, ոչ մի բանի։ Բայց հենց որ վտանգը սպառնա, ի հայտ կգան այդ վախերը։ Քրիստոնյան իրական աստվածապաշտը ոչ մի վախ պիտի չունենա այս երկրի վրա։ Միայն մի վախ պիտի ունենա, որ ես անվանել եմ օգտակար վախ, դա Աստծո վախն է։ Աստվածաշունչը ասում է, որ Աստծո վախը սուրբ է ու հավիտյան կմնա, գրված է 19-րդ Սաղմոսում։ Սուրբ է ու հավիտյան կմնա։ Դա Աստծո մեծության, Աստծո առջև պատկառանք ունենալու զգացումն է։ Երբ որ Աստծո մեծությունը դու կանգնում ես նրա առջև, դու չես կարողանում այդ մեծության առաջ հանգիստ կանգնել։ Պատկառանքի զգացում ես ունենում։ Գլուխը կախում ես անկախ քեզանից։ Այսա մի ուրիշ վախ է։ Երբ որ դու գիտես, որ պատասխանատու ես մեծության առջև, կարած բոլոր քայլերի համար, սա քեզ կսրբացնի, որովհետև Աստծո վախը սրբացնում է, այդպես էլ է գրված։ Հալելույա։ Մի ուրիշ տեսակետից էլ ասեմ, վախը հաճախ իսկապես օգտակար է լինում։
Մենակ երբ որ մեկը վախենում է հոսանքից, ինքը շատ զգուշ է վերաբերվում դրան, հոսանքը իրեն չի խփում։ Իսկ երբ որ մեկը չի վախենում, այնպես իմիջիալոց ձեռքը մտցնում է, ու մեկը դուրս է թռնում այդտեղից, հոսանքի հարվածից։ Վախը հաճախ կարող օգտակար լինի, բայց ինչ վերաբերում է այս կյանքին, ինչը որ նկարագրեցի, վախը միայն բացասական է լինում։ Համար քրիստոնյան պետք է ազատ լինի բոլոր տեսակ վախերից, որպեսզի միայն Աստծուց վախենա ու միայն նրան պաշտի։ Ուզում եմ մի քանի հետևանքներ ասեմ վախի հետ կապված։ Երբ որ վախը երկար է տևում մարդու կյանքում, ինքը առաջացնում է լարվածություն։ Լարվածության պատճառով դա կոչվում է դեպրեսիա, եթե գիտեք։ Այդ դեպրեսիայի պատճառով մարդու մարմնում բոլոր օրգանները կարող են հիվանդանալ։ Մի անգամ այդպես թվարկում էր գնում, թե մարդու մարմնի որ օրգաններն են հիվանդանում դեպրեսիայի ժամանակ, հետո այդ ցուցակի առաջ կանգ առանք, որովհետև բոլոր օրգանների վրա դա ազդում է։ Գլխից մինչև ոտքերը բոլոր մասերի վրա ազդում է։ Չկա այդպիսի մաս, որ ազատ մնա դրանից։ Սա մի շատ վտանգավոր բան է հենց մարմնի համար թեկուզ։ Ու մարդը միայն գիտակցի դա։ Մի ուրիշ կողմ էլ կա։ Վախը ստիպում է, որպեսզի իրեն ծառայեն։ Այս ամենավտանգավոր հետևանքն է վախի։ Մենք պիտի ծառայենք Աստծուն։ Դուք համաձայն եք դրա հետ։ Չէ՞ որ ջրի մկրտության ժամանակ մենք խոստացանք, որ մինչև մեր կյանքի վերջը պիտի ծառայենք Աստծուն։ Վախը մի բան է, որ երբ որ մարդու կյանքում առաջանում, ինքը ստիպում է, որ մարդը ծառայի այդ վախին, կամ վախեցնողին, կամ վախի օբյեկտին։ Չգիտեմ ձեր հետ այդպիսի բաներ պատահել են թե չէ։ Եբրայեցիների 2-րդ գլխում 15-րդ խոսքում Հիսուսի գալու մասին է խոսում, Հիսուսի արած գործի, որպեսզի ազատի նրանց, ովքեր մահվան վախից միշտ ծառայության մեջ են եղել։ Գիտեք, մենք աշխարհում, երբ որ ապրել ենք այս աշխարհի սկզբունքներով, վախերը մեզ հաճախ են առաջնորդել։ Երբ որ գիտես, որ միտեղ քո կյանքին կարող է վտանգ սպառնա, դու այդ տեղը չես գնում։ Երբ որ գիտես, որ միտեղ քո պատվին կարող է վտանգ սպառնա, դու կամ չես գնում կամ անում ես մի բան, որ ապահովում ես դրանից։ Միտեղ որ քո ֆինանսին կարող է վտանգ սպառնա, դու զգուշանում ես դրանից։ Այսինքն տվյալ վախեցնող օբյեկտը սկսում է քեզ ծառայեցնել։ Հոբի մասին որ պատմեցի, որ իր կյանքում այդպիսի դժբախտություն եկավ, կորցրեց ամեն ինչ ուներ այս աշխարհի վրա, 10 երեխաներով սկսած։ Գիտեք ինչն էր հետաքրքիր։ Առաջի գլխի 5-րդ խոսքում գրված է, որ իր երեխաները դե հարուստ մարդ էր, սիրում էին խնջույք անել։ Ու ամեն անգամ մեկի տանը երեխաներից մեկի տանը հավաքվում էին։ 7 որդի ուներ 3 աղջիկ, 7 տղա 3 աղջիկ։ Այս 7 տղաները ամեն օր մեկի տանը հավաքվում քեֆ էին անում, խնջույք էին անում։ Հենց որ այդ 7 օրերը լրանում էր, գրված է Հոբը կանչում էր այդ բոլոր երեխաներին, զոհ էր անում Աստծուն, իրենց մաքրում էր, ասում էր չլինի, տղեկս հանգած խմած լինեն, Աստծուն հայհոյած լինեն, կամ չգիտեմ ինչ-որ բան։ Իր վախն էր գործում, գիտեք։ Հանկարծ չլինի, որ վախի պատճառով երեխաներիս վրա չարիք գա, այդ իրենց սխալների խմած լինելու, չգիտեմ ինչ-որ բանի պատճառով իրենց վրա չարիք գա։ Բայց վախը ստիպում էր, որ ինքը Աստծուն զոհաբերություն անի իր երեխաներին պահելու համար։ Բոլորովին հակառակը տեղի ունեցավ իր կյանքում։ Սա նշանակում էր, որ իրեն առաջնորդում էր ոչ թե Աստծուն ճանաչելը, ոչ թե Աստծո սերը, զոհաբերությունները, նվիրվածությունը, ոչ թե Աստծո սերը, այլ վախը, որ ինքը ուներ իր երեխաներին կորցնելու համար։ Այս սա էր առաջնորդում, որ ինքը նվիրված էր։ Այսօր մարդիկ շատ ժամանակ գալիս են Աստծուն, իրենք նվիրվում են։ Մենք էլ վախենում են, ասում են, որ հանկարծ Աստծուն թողենք մի հատ սխալ բան անենք, կարող է պատժի մեզ։ Այդպեսին եք ճանաչում Աստծուն, միշտ կապրեք վախի ճնշվածության տակ։ Հովհաննես ասում է, սերը հեռացնում է վախը։ Ոչ թե Աստծո վախը, այլ այս տեսակ վախերն է հեռացնում սերը։ Դատավորաց 6-րդ գլխում, գիտեք ինչի մասնագրված է։ Գեդեոնի ամբողջ պատմությունը սկսվում է դատավորաց 6-րդ գլխում։ Ուրեմն ինչ էր տեղի ունեցել, կարճ ասեմ, Իսրայելի ժողովուրդը մեղքի մեջ էր ընկել, օտար աստվածներ էր բերել իր տերիտորիան, պաշտում էր օտար աստվածների, թողել էր միակ ճշմարիտ Աստծուն, ու Աստված պատիժ էր բերել։ Եկել գրավել էին Իսրայելը, իրենց վրա հարկ էին դրել ու ժամանակ առ ժամանակ հարկ էին ստանում։ Եթե ինչ-որ մի բան ցանում էին, բերք էին ստանում, թշնամին գալիս դրանք տանում էր։ Ու երբ որ ժողովուրդը աղաղակեց Աստծուն, խնդրեց, որ իրենց ազատի այդ նեղ ծանր վիճակից, Աստված մի մարգարե ուղարկեց։ Գրված է 6-րդ գլխում։ Ուրեմն այդ մարգարեն եկավ, ժողովրդին խոսեց, ասեց Աստված ասում է. Ես եմ Եհովան, ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից։ Այսպես մի երկար ներկայացնում է, թե ով էր Աստված, Աստված ինչ արել է ժողովրդի համար։ Ասում է, ես ձեզ պատվիրել էի, որ չվախենաք ամորացիների աստվածներից, բայց դուք ինձ չլսեցիք։ Կարդացել եք դա արդեն 10-րդ խոսքում է գրված։ Պարզվում է, որ Իսրայելի դժվարությունը այդ օտար աստվածներից վախենալն էր։ Դրա համար էլ բերել էին ու երկրպագություն էին անում այդ աստվածներին։ Նույնն այսօր քրիստոնյաների մոտ է պատահում։ Երբ որ քրիստոնյան վախենում է, որ վաղը ինքը փող չի ունենա, ինքը սկսում է երկրպագել այդ փողին, ծառայել այդ փողին։ Ինքը սկսում է մարդկանց ծառայեցնել այդ փողին։ Ինքը սկսում է իր աստվածապաշտությունը ծառայեցնել այդ փողին։ Ասում է, Տեր Աստված ինձ փող տուր, թե չէ կվատանամ։
Այն վախը, որ կարող է հանկարծ վաղը փող չունենա, ստիպում է, որ ինքը ծառայի այդ փողին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ինչպես Հոբի օրինակում, որ ինքը վախենում էր երեխաներին կորցնելու ու իր զոհաբերությունները անում էր դրա համար։ Սա շատ բացասական է, որ քրիստոնյան գալիս է Աստծուն, ինչ որ բաների համար, ոչ թե Աստծո համար։ Դա նվիրվածությունը Աստծուն պետք է լինի հենց իր անձի համար, ոչ թե իր ունեցվածքի համար, իր ամենակարողության, իր պաշտպանության համար։ Եթե ինչ որ մի բան կա, որը քեզ մղում է դեպի Աստված բացի կենթանի Աստվածը ունենալուց, ինչ որ մի ուրիշ բան, դա քո վախի օբյեկտն է, զգուշացիր։ Որովհետև ինչպես Հոբը ասեց, որ ինչից վախենում էին նա ինձ հանդիպեց, հենց ինչից վախենում ես դա էլ կարող քեզ հանդիպի։ Միայն նրա համար, որ դու ազատվես վախից։ Ոչ թե դա սկզբունք է, որ հանկարծ այսպես եղավ, չասես վախենում եմ, թե չէ, ես էլ եմ լսել քրիստոնյաներից, մեկը ասում են չասես, այս ինչ բանի համար վախենում եմ, թե չէ դա քեզ կհանդիպի։ Վերջը դա ասելով չի, դա սիրտ է, որը տեսնում է Աստված ու թույլ է տալիս կամ դա քեզ կհանդիպի կամ չի հանդիպի։ Բայց սկզբունքը, որ ինչից վախեցար քեզ կհանդիպի, ճիշտ սկզբունք չի, բայց Աստված ուզում է, որ դու ազատ լինես դրանից, ամեն տեսակ վախերից, որպեսզի միակ ծառայությունը, որ դու կատարես, դա լինի Աստծուն ուղղված։ Ինչ եք մտածում, Պետրոսը սիրում էր Հիսուսին, թե չէ։ Ինչքան էր նվիրված, որ երբ որ ասեց, «Ես գիշեր բոլորդ պիտի ցրվեք», միակ մարդը որ կանգնեց, ասեց, «Չէ, ոչ մի ցրվել, ես քո հետ կգամ մինչև մեռնել էլ», դա Պետրոսն էր։ Որ Հիսուսը հատուկ ասեց, այս գիշեր դու ինձ կուրանաս 3 անգամ, դեռ 2 անգամ չկանչած հավի։ Գիտեք ինչն էր հետաքրքիր։ Ինչու ուրացավ Պետրոսը։ Կարդացել եք Մարկոսի ավետարանում մի քիչ ուրիշ հերթականությունով է գրված։ Պետրոսը արդեն գավիթում էր, ինքը տաքանում էր մի կրակի մոտ, որտեղ հավաքված էին մարդիկ, Հիսուսին բռնել էին, հարցաքննեցին քահանայապետները, Պետրոսը այնտեղ էր, հետո Հիսուսին ծեծեցին այդտեղ, վիրավորեցին, ծաղրեցին, Պետրոսը այնտեղ էր։ Ու անմիջապես դրանից հետո գրված է, որ մեկը մոտեցավ Պետրոսին, ասեց դու էլ ես իրենցից։ Պետրոսը բոլորը աչքի տակ ունենալով վախեցավ, սարսափեց։ Ինքը վախեցավ իր համար, որ իր հետ էլ դա կկատարվի։ Այդ վախը ստիպեց, որ ասի, չէ, ես իրան չեմ ճանաչում, ինչի մասն եք խոսում։ Հետո երկրորդ անգամ, հետո երրորդ անգամ, վախը այնքան զորավոր էր, որ իրեն ծառայեցնում էր այդ վախը։ Այդ մարմնի կորցնելու, մարմնի վնասվելու վախը այնքան զորավոր էր, որ իրեն ծառայեցնում էր։ Ու ստիպում էր, որ ինքը ուրանար Հիսուսին։ Ինքը 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Այո, ահավոր բան է վախը, ահավոր ազդեցություն է թողնում։ Բայց ուզում եմ ավելի շատ կանգ առնել դրա լուծման վրա։ Չգիտեմ ինչքան ձեր կյանքում տեսակ, որ դուք վախերում եք։ Մի նշանավոր մարդ, հիմա իր անունը չեմ հիշում, ասում էր չափից դուրս զգուշությունը դա վախկոտություն է։ Քրիստոնյաների կյանքում սա ճշմարտություն է, գիտեք։ Այդպես Աստվածաշնչում գրված չի։ Բայց օրինակ ասեմ, երբ որ դու մի տեղ ես գնում, դու զգուշանում ես ինչ-որ բաներից, չէ՞ որ քայլում ես փողոցում, եկեք մտածում ես պետք է շենքից մի քիչ հեռու քայլել, թե չէ վերևից մի բան կընկնի գլխիդ։ Պատահել է այդպես քեզ հետ։ Երբ որ մտածում ես մեկը կարող է դուրս թռնի քո առջև, դանակը ձեռքին կամ չգիտեմ ինչ, դու սկսում ես արդեն այն տեղերով քայլել, որտեղ մարդիկ ավելի շատ են պաշտպանվելու համար։ Վախը սկսում է ծառայեցնել, բայց մի սահման կա, որը պիտի չանցնել։ Սա ճիշտ է զգուշ լինելը։ Ես դրան դեմ չեմ։ Այս չափից դուրս զգուշությունը դառնում է վախկոտություն, դառնում է ծառայություն, այդ վախի օբյեկտին կարտացնել։ Որն է այդ սահմանը, գիտեք։ Կան բաներ, որոնք մեզանից կախված են։ Մենք մեր ուշադիր լինելը, այնպես քայլի, որ փոսը չընկնես, աչքերդ փակ մի քայլի։ Բայց որ պատահաբար այդ փոսը կհայտնվի քո առջև, սրա համար դու չես պատասխանատու, վստահիր Աստծուն։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Այն որ դու շենքի տակով կքայլես ու վերևից ոչ մի բան չի ընկնի քո գլխին, կամ եթե ընկնի մի քիչ հեռու կընկնի։ Սա պահողը Աստված է, գիտեք։ Ես հիշում եմ Կասյան փողոցը գիտեք, չէ՞, մինչև մետրո չհասած մի կարճ փողոց է։ Տարիներ առաջ այդտեղ մի մարդու գլխին ընկել էր սառցակտորը գարնանը հալվելու ժամանակ։ Մարդը մահացել էր։ Մի քիչ մտածեցի դրա վրա, ասացի պատահականությունների ինչ որ շարք է։ Այս մարդը դուրս է եկել տնից, ոչ մտածելով ինքը ինչ որ նպատակով տեղ է գնում։ Անցնում է հենց այդ փողոցով, գուցե ուրիշ անգամ ուրիշ փողոցներով է գնացել, բայց այդ անգամ անցնում է հենց այդ փողոցով։ Բայց սառցակտորը փոկվում է այն ժամանակ, որ ինքը 5-րդ հարկից հասնում է մինչև առաջի հարկ, հենց այն պահին, որ այդ մարդը գտնվում էր դրա տակ։ Այս պատահականությունների շարքը ինչ որ մեկը դասավորում է վերջի վերջո։ Մենք հավատում ենք Աստծո մեծությանը։ Մենք հավատում ենք սատանայի գոյությանը, ես չեմ ասում Աստված արեց դա։ Բայց հավատում ենք նաև սատանայի գոյությանը, չէ՞։ Անհավատների կյանքում սատանան կարող է շատ բաներ դասավորի։ Այսպիսի պատահականություններից մի վախեցեք, ավելի շատ ճիշտ է զգուշ լինելը, մի քիչ ավելի հեռու քայլելը, բայց երբ որ վախենում ես, դու անդադ վերև ես նայում, այս արդեն վախկոտություն է։ Պահեք այս սահմանը, որտեղ դու ինքդ պետք է զգուշ լինես, որտեղ պիտի վստահես Աստծուն, որովհետև բոլոր պատահականություններից պահող Աստված է։ Վերջի վերջո հնարավոր չի, որ կատարյալ ձևով դու զգուշ լինես, դու Աստված չես։ Կատարյալ ձևով ամեն ինչ հաշվի առնես։ Մենք Աստված չենք։ Ես ինքս մտածել եմ դրա մասին ու ես տեսել եմ, որ ես ընդունակ չեմ դրան ուղղակի։ Ես չեմ կարող հսկել
թե ինչ տեսակ մեքենաներ են փողոցով գնում, դրանցից որ մեկը հարբած կլինի, ինչեր կընկնեն շենքի վրայից եւ այլն։ Ուղղակի քայլիր ազատ, հանգիստ Աստծուն պաշտելով, սրտումդ Աստծուն աղոտ կանելով, փառաբանելով իրեն։ Պատահականությունները թող իրեն, եթե մի բան էլ կընկնի, փառքը իրեն։ Հալելույա։ Ես պիտի ասեմ վախերից ազատ լինելու միջոցները։ Մի քանի միջոց կա դրա համար։ Ուրեմն հիշում եք ասացի, որ դատավորած 6-րդ գլուխը սկսվում է նրանով, որ Գեդեոն անունով մի մարդու կյանք է սկսում նկարագրել, ինչպես ինքը Իսրայելին ազատեց թշնամիներից։ Երբ որ Իսրայելը աղաղակեց, Աստված ուղարկեց այդ մարգարեին, որ ասեց՝ «Մի վախեցեք ամորացիների աստվածներից»։ Հիշում եք այդ խոսքերը ասացի։ Դրանից անմիջապես հետո հրեշտակը հայտնում է Գեդեոնին, ասում է՝ «Վեր կաց զոր քաղաքի ու գնա դու պիտի կոտորես այդ բոլոր թշնամիներին»։ Ուրեմն թշնամիները շատ մեծ բանակ էին հավաքել։ Գեդեոնը հավաքում է 32,000-անոց մի բանակ։ Աստված ասում է՝ «Ինձ դուր չի գալիս այս բանակը»։ Ես չեմ ուզում շատ մանրամասն դուք կկարդաք։ Այս մարդկանց տուն ուղարկիր։ Տուն է ուղարկում, հետո Աստված ասում է՝ «Էլի շատ են ժողովուրդը»։ Այսպեսի մի բան արա ու ընտրություն արա այս ձևով, ես մանրամասները չեմ ասում, դուք կկարդաք։ Այդ ընտրությունը անում է, վերջում գիտեք ինչքան մարդ է մնում իր մոտ։ 300 հոգի։ Գեդեոնի սիրտը վախ է ընկնում։ Ոնց 300 հոգով պիտի գնա այդ մեծ բազմության առաջ, որ եկել են իր դեմ կռվելու։ Աստված մի բան է ասում Գեդեոնին, արդեն 7-րդ գլխում է գրված այդ պատմությունը, ասում է՝ «Գիշերը գնա թշնամու բանակը»։ Ես մտածում եմ Աստված այստեղ մի պահ լռեց, սպասեց Գեդեոնը մի հատ իր մեջ այդ վախերը տակնու վրա անի։ Ինչ է նշանակում գիշերով գնա թշնամու բանակը։ Հետո Աստված շարունակում է խոսել, ասում է՝ «Եթե վախենում ես, քո ծառային Փուրային հետդ վերցրու»։ Աստված տեսնում էր, որ վախենում է, որ իր մեջ կասկածում է, ինքը կգնա գիշերը, թե չէ։ Դրա համար ասեց՝ «Վախենում ես, քո ծառային հետդ վերցրու»։ Գեդեոնը վերցնում է իր ծառային ու գնում են թշնամու բանակը։ Գիշերով մոտենում են բանակին, մեկը լսում են, որ երկու զինվոր թշնամու բանակում իրար հետ խոսում են։ Մեկը մյուսին ասում է՝ «Գիտես, ասում է, գիշերը վատ երազ եմ տեսել»։ Այս լեռից դիմացի մի հատ մեծ հաց էր գլորվում։ Այդ հացը գլորվելով եկավ խփեց, մեր վրաները քարուքան դարեց։ Մյուս ընկերը ասում է՝ «Այդ Գեդեոնի սուրն է հաստատ»։ Գեդեոնը լսում է, սիրտը առնում, հետա գալիս, հավաքում է 300 հոգում, գնում այդ բանակը կոտորում են։ Այդ երազը, այդ պատմությունը ինչի համար էր։ Այս մարդը վախենում էր գնալ պատերազմ։ Նայում էր իր զորքի քանակին, նայում էր թշնամու զորքի քանակին, վախենում էր գնալ պատերազմ։ Սխալ չի, երբ որ քո հետ մարդ կունենաս, քո կողքին մարդ կունենաս։ Սխալ չի, երբ որ պետք կլինի միտեղ գնալ, ներսումդ անհանգստություն կլինի, մեկին ասես ինչ կլինի, իմ հետ արի։ Մի համա չի։ Գիտեք, ամոթը դա պատիվը կորցնելու վախն է։ Հանկարծ կմտածեն, որ վախենում ես, դրա համար ամոթ կլինի քեզ, սրա մասին մի էլ մտածի։ Այ լավ, հետդ մարդ ունենաս, քան թե վախով գնաս ու ինչ որ գործ փչացնես։ Այսինքն սխալ չի հետը մարդ ունենալը։ Բայց դες մի ուրիշ բան ասեմ։ Այստեղ ոչ թե ավելի շատ Գեդեոնի նման ասում էի հետդ մարդ վերցրու, ավելի շատ ուզում եմ ասեմ դու է ծառայի նման եղի։ Երբ որ կտեսնես մեկը անհամարցակ է, մեկը վախենում է ինչ որ մի քայլ կատարել Աստծո կամքի անունով։ Եղի այն մարդը, որ կկանգնես իր կողքին ու իր հետ կգնաս։ Ինքը քաջալերվի, ինքը ուժեղանա։ Ուզում ես այդ մեկը լինես այդ ծառան, վարվի այդպես։ Մի ուրիշ խոսք է գրված առաջի Հովանու թղթում, Հովանու առաջի թղթում 4 գլխի 18-ում։ Գրված է, որ սերը հեռացնում է վախը։ Եթե կարդաք կոնտեքստը, այնտեղ խոսում է դատաստանի մասին։ Ու հաջորդ խոսքը սա է գրում, ասում է, որ սերը հեռացնում է վախը։ Նա որ վախ ունի, սիրո մեջ կատարյալ չի։ Երբ որ մարդը վախենում է այս աշխարհում ապրելուց, այս աշխարհի իր գործողություններից, լարվածության մեջ է ինքը ապրում, ինքը դեռ Աստծո սիրո մեջ կատարյալ չի։ Երբ որ դու ապրում ես Աստծո ներկայությունը, Աստծո սերը, ես ասում եմ Աստծո սեր, բայց դա հենց ինքը Աստծո ներկայությունն է։ Եսայի 41-րդ գլխի 10-րդ խոսքը ասում է ես քեզ հետ եմ, մի վախեցիր։ Երկու անգամ այդ խոսքի մեջ գրված է մի վախեցիր։ Իհարկե այդ խոսքը կհանդիպեք տարբեր ձևերով՝ մի զարհուրիր, մի սարսափիր, գրված է 365 անգամ ամբողջ Աստվածաշնչում։ Աստված չի ուզում, որ մենք վախերի մեջ մնանք։ Ձգտիր քո վախի զգացումները Աստծո ներկայության մեջ հարթել։ Երբ որ կբացես խոսքը կկարդաս, կվստահես Աստծո խոսքին, նաև աղոթքի մեջ կապրես Աստծո ներկայությունը, վախերը կհեռանան։ Չգիտեմ, նկատել եք, որ իսկապես աղոթքի ժամանակ անհանգստությունները հեռանում են։ Հաճախ խնդրումը չի լուծվում։ Նայում եք, տեսնում եք ինքը խնդրումը կա, բայց խաղաղվում եք։ Սա ավելի կարևոր է, քան թե խնդրի լուծումը, գիտեք։ Հաճախ խնդիրները Աստված թույլ է տալիս նրա համար, որ մենք այդ միջոցով մոտենանք Աստծուն ու գտնենք իրեն։ Թող իր անունը փառավորվի։ Ինքը գիտի, որն է ավելի արժեքավոր, որն է ավելի կարևոր մեր համար։ Ինքը դասավորում է այնպես, որ մենք այդ արժեքավորը ունենանք։ Մենք կարող է սխալ ենք գնահատում։ Դրա համար սխալ բան ենք ուզում, օրինակ փող, չգիտեմ, էլի հազար մի բաներ, բայց ինքը գիտի, որն է ճիշտ արժեքը, որ ինքն է մեզ համար ամենակարևորը։ Համար անում է այնպես, որ թեկուզ փող չունենալով, բայց մենք մոտենանք իրեն։ Իրանն փառավորվի։ Շնորհակալ ենք, որ այդպիսի Աստված ունենք։ Մի ուրիշ միջոց դա ուժեղ հավատքն է։
Հավատքի ճիշտ դիրքը։ Այս հավատքի բաժնում երկու բան պիտի ասեմ, որոնք իրար հետ միասին են գործում։ Հակառակ դեպքում չեն ազատում մարդուն։ Ուրեմն մի դեպք կա նկարագրված Դանիելի մարգարեությունում, որտեղ 3 հոգի շատ մեծ անհանգստության ու վախի առաջ էին կանգնած։ Այդ ժամանակ Իսրայելը գտնվում էր գերության մեջ։ Բաբելոնի թագավորը, դե ինչպես միշտ բոլոր թագավորները իրենց հեղինակությունը, պատիվը, ամեն ինչ։ Թագավորները այն ժամանակ այդ երկրներում ըստ իրենց մշակույթի հավասար էին Աստծուն, ով իրավունք ուներ ուրիշ աստված պաշտելու։ Թագավորը սարքում է մի ոսկե արձան շատ մեծ, կանգնեցնում է, մի քիչ այն կողմ մի հատ հնոց ավառում, ասում է, որ չի երկրպագի գցելու մնոցի մեջ։ Վախի ազդեցության տակ ստիպում է, որ բոլորը երկրպագեն այդ արձանին։ Մի հատ երկրպագության երաժշտություն է գնում, երգերաժշտություն, ու բոլորը ծնկում ու երկրպագում են արձանին։ Մեկ էլ լուր են հասցնում թագավորին, որ կան 3 հոգի հрьяաներ են, նրանք չեն ուզում կարձանին երկրպագել։ Թագավորը ասում է, ով է համարձակվել, ով չի վախենում այս կրակից, հələ մի հատ բերեք տեսնեմ։ Բերում են իր մոտ։ Կարդացել եք այդ խոսքերը։ Ում անպայման կարդացած լինում այդ խոսքերը։ Այդ 3 հрьяաներին բերում են Նաբուկդոնոսոր թագավորի մոտ։ Թագավորը երբ որ տեսնում է նրանց, ասում է դուք եք որ չեք երկրպագում, հենց հիմա երաժշտությունը կանչի ու դուք երկրպագեք, թե չէ, այնտեղ հրամայում է որ հնոցը ավելի ուժեղ վառը։ Այդ վախացնող ազդեցությունը ուժեղացնում է կարծես թե իրենց վրա։ Չեք մտածում, իրանց մեջ վախի զգացում չկար։ Վերստին ծնունդ չունեին, Սուրբ Հոգով մկրտված չէին այս մարդիկ։ Ուղղակի հավատում էին, որ Աստված կա, որ իրենց Աստվածը կենթանի է, իրական է, բայց ուժեղ էր այդ վճռականությունը։ Հաստատ այդ ներքին զգացումը, այդ վախը, ագնապը կար, գուցե ձեռքերը դողում էին, գուցե ոտքերը թուլանում էին, բայց սա չէր կարևորը։ Կարևորը այն էր, որ իրենք չէին հնազանդվում այդ վախի առաջնորդությանը։ Վախը այդ պահին իրենց ասում էր երկրպագիր, դու կապրես, չես ընկնի կրակների մեջ, բայց իրենք չէին հնազանդվում այդ ձայնին։ Այս աշխարհում հաճախ ձայները քեզ կասեն, որ սուտ խոսաս, փող կունենաս, որ մեղքը գործես, փող կունենաս։ Մի հնազանդվիր վախի ձայնին, որ հանկարծ սուտ ասես, պատիվը չի ընկնի։ Մի հնազանդվիր վախի ձայնին, Հիսուսը պատվի համար ասել է ուրացիր այդ պատիվը, ուրացիր քո փառքը։ Գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ որ խոսեց թագավորը այս տղաների հետ, սրանք այսպիսի պատասխան տվեցին։ Պատասխան տվեցին Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը ու թագավորին ասացին. «Ով Նաբուկդոնոսոր, այս բանի վրայով քեզ պատասխան տալու հարկավորություն չունենք։ Այս չենք էլ ուզում քեզ պատասխանել, ոչ կարիք էլ չունենք, որ քեզ պատասխան տանք։ Բայց հետաքրքիր է շարունակությունը։ Ահա մեր պաշտած Աստվածը մեզ բորբոքած կրակի հնոցից ազատելու կարող է»։ Սա հավատք էր, որ կարա մեզ ազատի այդ կրակներից։ Եվ քո ձեռքից տել մեզ պիտի ազատի ով թագավոր։ Ապա թե ոչ, քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ մենք քո աստվածները չենք պաշտելու եւ քո կանգնած ոսկե արձանիդ երկրպագություն չենք անելու։ Ըստ պատասխանի մեջ կա երկու բան։ Առաջինը, իրենք վստահ էին, որ կարա ազատի Աստված։ Միշտ պետքա կյանքում ունենաս այս վստահությունը, որ Աստված կարա քո կյանքում անի, անկախ նրանից թե ինչ տեսակ է քո վախը։ Աստված կարա անի, ոչ թե կանի, այլ կարա անի, սրանց մեջ տարբերություն կա։ Երբ որ դու սպասում ես, որ կանի, ու մեկ էլ մի օր չի լինում, դու հիասթափվում ես, կոտրվում ես Աստծուց։ Դու առաջինը պիտի վստահես, որ ինքը կարա անի, եւ երկրորդը, որ եթե չանի էլ, մեկ այս իրան պիտի պաշտեմ, ես իրան պիտի ծառայեմ։ Այս երկուսը ազատում են վախից։ Ուզում ես ազատ լինել վախից։ Չգիտեմ, եթե այսօր չունես վաղը ինչ տեսակ դժվարություն կլինի քո առջև։ Կտեսնես, որ գուցե փող կարող ես չունենալ, կտեսնես, որ ինչ որ մեկին հարազատ մեկի կարող ես կորցնել, կամ էլ ինչ որ մի տեսակ դժվարություն, միշտ իմացիր։ Աստված կարա անի, բայց եթե չանի էլ, ես իրեն պիտի պաշտեմ ու ծառայեմ։ Այս երկու բանը իրար հետ գումարված քեզ կազատեն այդ վախից։ Այս երկրորդը, որ դու ասում ես, եթե չանի էլ, ես իրեն պիտի պաշտեմ, գիտեք ինչն է, կատարյալ համաձայնություն Աստծո հետ, որ եթե այդ մի բանը կորցնեմ, ինձ Աստծոց ոչ մի բան չի խախտվելու։ Իմ ու Աստծո մեջ ոչ մի բան չի խախտվելու։ Ինչ ունեմ այսօր հարազատ այս երկրի վրա։ Եթե կորցնեմ դա, եթե այդ իմ ամենասիրած բանը կորցնեմ, ինձ Աստծոց չի խախտելու դա։ Սա նշանակում է, որ ես հաշտ եմ Աստծո հետ ապագայի համար։ Այսօր կարող ես այդ որոշումը ունենալ, որ եթե ապագայում դժվարություն առաջանա, կորցնելու վախ առաջանա, ես այսօր արդեն համաձայն եմ դա կորցնելու միայն թե Աստծուն չկորցնեմ։ Այս սա է ճիշտ վախը, որ դու վախենում ես, որ Աստծուն նրա սերը կկորցնես։ Մնացած բոլոր տեսակ վախերը ջնջիր, որպեսզի միայն Աստծուն կարողանաս ծառայել։ Ոնց ես նայում քո ներսում։ Կան ինչ որ բաներ, որոնցից դու վախենում ես։ Գուցե չունես համաձայնություն այսօր Աստծո հետ, որ եթե մի բան կորցրեցիր, իր հետ հաշտ չես լինի։ Բողոքես Աստծո դեմ, փոխանակ փառաբանելու նրան։ Ես չեմ ուզում, որ այսօր քրիստոնյաները, ես, դուք հանկարծ հայտնվենք հովի դիրքում։ Աստծուն պաշտենք ինչ որ բաներ կորցնելու վախից, որ հանկարծ դրանք չկորցնենք։ Մենք Աստծուն պիտի պաշտենք սիրուց, որովհետև ինքը սիրուց տվեց իր որդուն։ Աստված չվախեցավ մեր համար իր որդուն կորցնել։
Մենք էլ պիտի չվախենանք ոչ մի բան կորցնել Աստծո համար, իրեն ծառայելու համար։ Որ Աստված քեզ շատ է սիրում ու ուզում է ամեն տեսակ դժբախտություններից պահել, դա փաստ է։ Գիտեք Զաքարիայի մարգարեությունում երկու խոսք կա, 2-րդ գլխի 5-րդ խոսքը եւ 8-րդ խոսքը։ 5-րդ խոսքում գրված է, որ ես իր շուրջը հրեղեն պարիսպ պիտի լինեմ։ Աստված է ասում իր ժողովրդի համար։ Հրեղեն պարիսպ պիտի լինեմ։ Եթե մի օր ոգևոր աչքերդ բացվեն ու դու տեսնես քո շուրջը կրակից մի հատ պարիսպ կա, Սատանան այդ կրակը անցնել ոչ մի ձևով չի կարողանում։ Պատկերացնում ես, ոչ թե պիտի տեսնես, այլ հավատքով պիտի իմանաս, որ սա հիմա կա քո շուրջը։ Չէ՞ որ դու սուրբ հոգու կրակի մեջ մկրտված ես։ Իսկ 8-րդ խոսքում գրված է ձեզ կպնողը նրա աչքի բիբինա կպնում։ Այսինքն որ մեզ ցավացնում են, Աստծո համար այդքան ցավոտ է, ոնց որ մարդու աչքի բիբին կպնեն։ Ինքը Աստված հոգս է անում դրա համար։ Այդ աստիճան ինքը պաշտպանում է։ Իսկ ես առաջարկում եմ, որ դու հիմա անկեղծ լինես Աստծո առջև։ Ինչ տեսակ վախեր որ ունես, բացարա ու խոսիր Աստծո հետ։ Վախի ամենամեծ թշնամին գիտեք որն է՝ չխոսելը։ Տագնապների, ճնշվածության ամենամեծ թշնամին չխոսելն է։ Խոսիր Աստծո հետ։ Քո ամենահարազատ անձի հետ, Հիսուսի հետ։ Խոսիր, նա որպես անձ, որպես քեզ շատ սիրող, ինձ հիմա քո կողքին է։ Կանգնիր նա առջև։ Փակիր քո աչքերը ու խոսիր Հիսուսի հետ։ Եթե ինչ-որ վախեր ունես, պարզ ասա, Տեր, ապագայի համար վախենում եմ սրանից։ Այսօր հենց վախ ունեմ սրանից։ Ու կիրառիր հավատքը, կիրառիր Աստծո սերը, վստահությունը Աստծո նկատմամբ, համաձայնությունը ամեն ինչ կորցնելու, բայց Հիսուսի հետ ապրելու։ Ու ազատված այդ վախերից այսօր գնա այստեղից։ Խոսիր հիմա Հիսուսի հետ։